Եվ այսպես առողջապահական համընդհանուր ապահովագրություն, ինչպես բժիշկներն են ասում, ահա, սոցիալական արդարություն, հիանալի է հնչում, բայց եկեք հասկանանք առանց դիմահարդարման, թե իրականում ով ինչի համար է վճարում, ում և ինչքան։ Առաջին շերտ, ապահովագրություն, թե միջոցների վերաբաշխում։ Մեզ ասում են, որ ապահովագրությունը մեր գրպաններին շատ ուժեղ չի հարվածի, քանի որ գումարի մի մասը վերցվում է ուշադրություն զինապահ հիմնադրամի հաշվից, նախկինում հայտնի էր որպես 1000 դրամների ֆոնդ։ Եկեք դա թարգմանենք պարզ հայերենի։ Կառավարությունը կամ կվերանայի հիմնադրամից արվող ծախսերը, կամ կբարձրացնի մեր հարկերը ավելի ուշ, կամ էլ ինչ-որ պահի բավարար գումար չի լինի, որովհետև չվճարել հիմա հաճախ նշանակում է վճարել հետո, պարզապես այլ մեխանիզմներով։ Երկրորդ շերտ, եթե զինծառայողների ֆոնդի հաշվին է, ապա դա ինչ է նշանակում, որ կա լրացուցիչ գումար, բանակի ֆոնդը ինչ-որ վերացական դրամարկղ չէ, այն ազգային անվտանգության տար է։ Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սպառնալիքները չեն վերացել։ Եթե զինծառայողների հիմնադրամում կա լրացուցիչ գումար, ապա այդ ինչպես է ստացվում, որ ամենախոցելի խավը մնում են զինվորական, պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձիկ և նրանց ընտանիքները։ Հո չեք ուզում ասել, որ այդ բոլոր խնդիրները լուծված են։ Եթե հանկարծ դա եք ուզում ասել, ուրեմն զինվորների խնդիրներին շարունակում եք նայել ձեր պարգևավճարների վարդագույն պատուհաններից։ Երրորդ շերտը, անվճար ապահովագրական ծառայություն, թե բժշկական անձնակազմի աննախադեպ շահագործում։ Հետաքրքիր է իմանալ, համակարգը ներդրողները խոսել են գեթ 1 բժշկի հետ, համակարգը պրակտիկայում կիրառողների հետ, թե Լենան Անուշյանից են իմացել, որ ամեն ինչ լավ է և 3-ից 6 բժիշկ է միայն խնդիր տեսնում։ Հիմա բարեկամաբար եմ զգուշացնում, ուսումնասիրեք խնդիրները, խոսեք ոչ թե բուժհաստատությունների, տնօրենների և փոխտնօրենների հետ, որոնք ձեզ ասելու են, որ ամեն ինչ կարգին է, որ գործից չհեռացնեք ձեր նախընտրական հրավառությունը փչացնելու համար, այլ բժիշկների, ովքեր քուն ու դադար են կորցրել սպասարկելու մի ահռելի հոսք, անհասկանալի աշխատանքային գրաֆիկներով, երբ նորմատիվներով, չկարգավորված հերթապահություններով ու չեք հավատա, բայց ցածրացված աշխատավարձերով։ Հուսով եմ նորություն ասեցի և այսօր և հետ կզբաղվեք այդ խնդրով, որովհետև վաղը ուշ է լինելու։ Հետո չասեք տեղյակ չէինք։ Ինչ է մնում առանց դիմահարդարման։ Մեզ խնդրում են ֆինանսավորել ապահովագրությունը, թույլատնելով մեկ այլ կարևորագույն ոլորտ՝ զինվորների հիմնադրամը։ Դրա ակնհայտ էժանությունը խնայողություններ չեն, դա վերաբաշխում է։ Ռիսկերը պարզապես տեղափոխվում են ապագա։ Իդեպ, մենք կողմ ենք մատչելի և բարձրորակ առողջապահական ապահովագրության համակարգին, բայց սոցիալական համակարգը պետք է ունենա կայուն և անկախ ֆինանսավորման աղբյուրներ և հաշվարկված լինի այնպես, որ ոչ միայն ծառայություն ստացողը գոհ լինի, այլև ծառայություն մատուցողը։ Իսկ եթե զինվորի հիմնադրամում գումար կա, հիանալի է, օգտագործեք այն ըստ նպատակի, բուժելով վիրավորներին, ապահովելով պրոթեզներ, աջակցելով զոհվածների և վիրավորների ընտանիքներին կայուն եկամտով և արժանապատիվ կյանքով։ Չէ՞ որ մեզ են տվել ամենաթանկը՝ կյանքը և առողջությունը։